Ողջույն բարեկամներ, ես տասա ձեր ուղարկած նամակները այդ վիդեոյով, որտեղ Լենդրուշ Մոսկալյան հակակցեմ, Լենդրուշ, ոնց որ Մոսկալյան անմոզգանով երիտասարդ ինձ քոչ էր անում, ինչ որ էփից օգտվել, ինչ որ կայքով ձև կա Վարդան Ղուկասյանի հետ զրուցելու եւ նրա մասին ինֆորմացիա ունենալու համար։ Ինչ ասեմ, ես գրանցվեցի, անկեղծ ասած այդ կայքին, միջև նամակ եմ սպասում, որ պետք է հաստատի փոխանցումները եւ չգիտեմ սա ոնց է աշխատում, ազնիվ խոսք։ Փորձել ենք, ես նաեւ խնդրել եմ իմ ծանոթ փաստաբաններին, որ զանգեն ժամադրություն խնդրեն հեռախոսով խոսալու համար։ Պարզվում է դա ավելի հեշտ է ուղիղ զանգել տվյալ հաստատություն, ժամադրություն խնդրել այդ բանի համար, քան այս կայքով, ինչ որ է։ Ամեն դեպքում ես գիտեք ինչ հասկացա նաեւ, որ այն որ մեզ ներկայացել են, որ Վարդան Ղուկասյանը պատանդի նման է պահվում, sense ինֆորմացիայից զրկված բան, իրավունք չունի խոսալ, բան, դա այդքան էլ այդպես չի եւ ցանկության դեպքում մանավանդ փաստաբանները կարող են դա իրականացնել, իսկ իմ հետ խոսող փաստաբան ասեց, բան չի, մի հատ հայկական փաստաբանների միության օրինակ չեն դիմել։ Դրա հարցով մենք մեծ աջակցություն կարող ենք ցույց տալ, ունդեղ բոլորովին էական չի, քանի հոգի է պաշտպանում, հա, այնպեսի պաշտպանություն կարող են կազմակերպել, որ դատարանը զգաստանալ, էլի, ավելի տպավորիչ լինել։ Ես ասեցի նորից բոլորին եմ ասում, որտեվ ինձ եք անդադ գրում դրա մասին։ Ես Վարդան Ղուկասյանի դատապաշտպանության կազմակերպության հետ կազմակերպելու գործ չունեմ։ Այն հանգամանքը, որ ես չեմ հավանում process-ը, դա չի նշանակում, որ ես պետք է նախաձեռնեմ նույն նոր process, ճիշտ հասկացեք։ Հա, Վարդան Ղուկասյանը ունի իրեն վստահված մարդիկ դրսում, որոնք զբաղվում են այդ գործով։ Ես դուք բոլորս կարող ենք ունենալ process-ի մասին մեր կարծիքները։ Ես անբավարարված եմ։ Հա, ես չեմ հավանում։ Ընդհանրապես, ինչ են խոսում, ինչ են ներկայացնում, ոնց է ներկայացվում, բացարձակապես ինձ դա դուր չի գալի։ Բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ հա միջամտել ասել չէ դուք լավը չեք, թողեք ես եմ անում։ Դա քաղաքավարության կանոններին հակառակ է եւ նորից եմ ասում, վատ արդյունքի դեպքում մեղավոր են լինելու բոլոր այն մարդիկ, ովքեր անհարկի միջամտել են։ Դա դասական օրենքներ է։ Նենց որ ես նորից եմ ասում, կա տարբերակներ եւ հայկական եւ ոչ միայն հայկական փաստաբանական միության այս մեր մեջ ասեմ ամերիկյան, հա, ցանկացած փաստաբան կարող է հանդիպում ունենալ, հեռախոսով զրուցել, գնալ, տեսնել եւ այլն։ Վարդան Ղուկասյանին, ովքեր ուզում են, ասում են, այսօր ինձ ասեն, որ տարբերակ կա նույնիսկ վիդեոզանգով խոսել առանց փաստաբան լինելու։ Գուցե կա, Ժողովուրդ ջան, ես չգիտեմ։ Ես դա մասին բան չեմ կարող ասել։ Ամեն դեպքում ես փորձեցի, չի ստացվել, սպասում եմ պատասխանին, ասում են email-ով ձեզ կտեղեկացնենք։ Եվ ինձ խնդրել են անպայման, որ Վարդան Ղուկասյանի հետ կապված եւս մի բան հայտարարեմ բոլորիդ, որ դոկ կուսակցության լրատվականը Facebook-յան էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, շաբաթ օրը մարտի 15-ին ժամը 13:00-ին տեղի ունենալու ավտոերթ աջակցություն դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի։ Ավտոերթի սկիզբը սկսվել է Գլենդելից, հասցեն 331 North Glendale Avenue, Կալիֆոռնիա, բարձր։ Ինչ որտեղից շարժվել են հարակից քաղաքները։ Ես իրականացեցի ձեր խնդրանքը, Ժողովուրդ ջան, ձեզ չգիտեմ ճիշտն ասած Գլենդելում ավտոերթը ինչ է տալու Լաս Վեգասում իրականացող բանին, դատա process-ին, բայց որոշումը ձեզն է, ես էլ կատարում եմ մաքսիմումը, որ դուք ավելի շատանաք, երևի կողքից դատապարտություն կթողի, ամեն դեպքում ավելաբար մի բան անել, քան ընդհանրապես ոչ մի բան չանել։ Ես այդ կարծիքին եմ, մենք էլ ինչ որ կարող ենք կողքից կօգնենք եւ անպայման կլուսաբանենք։ Հիմա խնդրում եմ մի բան գրեք։ Անպայման բոլորդ գրեք։ Ում կուզենայիք տեսնել Գյումրու ընտրությունների ժամանակ, հա? Այս Գյումրիում տեսեք ընտրությունը ու ես ճիշտ ասած ամբողջ ցանկնել չգիտեմ, բայց ինչքանով հասկանում եմ, ընդդեմ ընտրելու բան չկա։ Գրեք ում կուզենայիք տեսնել Գյումրի ընտրություններում եւ եթե դրանք չկան, ինչու չկան։ Այդ մարտի կուսակցությունները անհատները ես չգիտեմ, հա, ոնց է մասնակցությունն ունենալ։ Որտեվ դա շատ կարևոր է։ Կարևոր է, որտեվ փաստորեն երկրորդ քաղաքի ընտրություններում ժողովուրդը իր տեխնացուն չունի։ Իրոք չունի ժողովուրդը իր տեխնացուն։ Թենդեղ ինչ են ընտրելու, ես չգիտեմ, չեմ կարող ասել, բայց շատ վատ է, որ չունի։ Ես կարծում եմ, ինչքան ուզում ընտրությունների կեղծել հավանականությունը մեծ լինի,
բայց ամեն դեպքում կա մի ընտրազանգված, որ ուզում է գնա ինչ-որ մեկին ընտրի, եւ այդ մարդկանց պետք չի եւ չի կարելի հնարավորությունից զրկել։ Հա, որովհետեւ ասում եմ, եթե երբ առողջ արագավազ դիերին զրկում են մրշաշար դուրս գալուց, ամեն մի էշ կարա, հա, հասնի վերջնագծին։ Հիմա նույն բանն է, վիճակն է։ Ես չգիտեմ այդ մասնակցողների մեջ արդյոք կա արագավազդի, ասեն ժողովրդի իրական ներկայացուցիչ, թե չէ, բայց եթե չկա, հիմա ցանկացած էշ կասնի վերջնագծին, որը շատ վատ է։ Այսպեսի մի բան եմ ուզում ձեզ ներկայացնեմ, ժողովուրդ ջան, այս ճիվաղը ուրեմն ասում հայտարարում է, որ մեկնարկեց իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումներին եւ այս հոդվածի մեջ ասում էլեկտրոնային post կա Real Armenia շնիկ gov.am ասում Real Armenia gov.am տեսեք հայկական կառավարությունը իրական Հայաստան բանով post է ստեղծել ինչ եմ առաջարկում ես բացում եք գրում եք ինչ ձեր մտքով անցնի անենցեք գրում որ հանկարծ դոգի պակասությունը չզգացվի անենցեք գրում որ ամեն մի նամակը բացելուց իրանք վեր թռնեն ուղղակի անենցեք գրում որ վախենան ցանկացած բանակ նամակ բացելուց որ տեսնեն ասեն էսի հերթական հա դոգնա գալի մեր վրա թե դες միամիտա որ որոշել է այս կեղտոտ ցուցական ծրագրին մասնակցի դուք ունեք էլեկտրոնային այս հասցեն գրում եք ձեր մտքով ինչ անցնում է սա եզակի հնարավորություն է որ Նիկոլ Փաշինյանը բացի ու կարդա ձեր բարեմաղթանքները ճակերտավոր հա ես կարծում եմ քանի որ այս հնարավորությունը տրված է չարժի է հնարավորությունը բաց թողել եւ այսպես վեց շոուների հաղթարշավը նոր մեղադրանք Սերժ Սարգսյանին Հովիկ Աղազարյանի եւ Տալո Մարգարյանի դեմ քրեական հետապնդում են ուզում իրականացնել գիտեք ինչի համար որ ամենակարևորը բանանեն ծածկեն որ այո Ադրբեջանի հետ քննարկում են միմյանց նկատմամբ միջազգային հայցերի հրաժարման մասին իսկ մյութեղ ասում են որ արդեն հրաժարվել են մենք համաձայնվել ենք Բաքվի երկու պահանջների հետ կանչելով այս աները հայցերը եւ այսպես դրան զուգահեռ գնում է երկու կարևոր գործ Սերժ Սարգսյանի նորից նկատմամբ քրեական գործ եւ մի խոսքով Աղազարյան եւ Տալո Մարգարյան ով կպահեր ճիվաղ Նիկոլին եթե ոչ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը սրանք 7 պահի տարի է ատամներով պահում են առ այսօր եւ բոլոր այն վճռական բաներին որ սրանք պահերին որ սրանք ծայրահեղ սրիկայությունը նախապատրաստել ազգի նկատմամբ սրանք գալիս են սրանց օգտագործում են կամ փողոցում կամ դատարանում կամ ազգային ժողովում հիմա ազգային ժողովում նստածներին եմ ասում ինչ եք այդտեղ վերենգել միջև հիմա Ադարատ Միրզոյանը ձեր նախարարն է ձեր կառավարության նախարարն է դուք ազգային ժողովում եք չէ այս բանը պետությունը պարլամենտական պետություն է Ադարատ Միրզոյանին նշանակել է խորհրդարանը արտաքին գործերի նախարար դուք նշանակել եք նաև Նիկոլ Փաշինյանին վարչապետ դուք բոլորը Սերժ Նիկոլ ասեմ Սերժ Ռոբիկ իր բոլոր դաշնակներով մաշնակներով դուք բոլորը այսօր ներկայացնում եք Նիկոլին ու Արարատին դուք հասակ նրան որ ոչ միայն Արցախը դատարկվեց հիմա էլ Հայաստան հրաժարվում է բոլոր տեսակի բանը հայցերից միջազգային դատարանում հիմա ես ձեզ եմ ասում ամենավերջի խոսքերով հիմա բանում եթերում չեմ ասի բայց վստահ եղեք հիմա մտքից մեջ sense բան գնում է sense prestissimo տեմպով հա ծայրը հեղարակ sense շարանա գնում ձեր ասեին ինչ եք վերընկել այդտեղ ազգային ժողովում որ ինչ անեք ես նույնիսկ եմ ասում դուք եք նշանակել եւ Նիկոլին եւ Արարատին եւ ամբողջ կառավարությունը ինչ եք դնստել այսինքն դուք հիմա իրականացնում եք այս ամբողջ ծրագիրը իրար դուք չեք կարող ասել չէ իրանք են ոչ դուք եք քանի դուք այդտեղ վերընկած եք այդ պարլամենտում Նիկոլն ու Արարատը ինչ ուզեն կանեն ձեր ձեռքով հիմա այս բոլորին եմ ասում ովքեր նայում են այս 5-րդ շարասենից Սերժամերձ
ռոբամերձ շրջանակներից։ Դուք իրոք չեք հասկանում, որ սա համատեղ ծրագիր է։ Դուք իրոք չեք հասկանում, որ այս պարլամենտը չի կարա գործի, եթե Սերժիկի ու բանը Ռոբիկի իշխանությունները ընդեր չունեն, կուսակցությունները, այս խմբակցությունները, չմոռանաք այդ շուն դաշնակներին։ Այն հազար երեսանի այն բոլոր պոզաներով օգտագործված դաշնակներին։ Դուք իրոք չեք հասկանում, դուք ինչ եք անում։ Լավ, սենց ան, դուք իրոք չեք հասկանում, որ իրանք ինչ են անում։ Ես գիտեմ, որ այս ալիքը նայում են նաև բազմաթիվ արդեն հենց այս շրջանակներից։ Դուք հասկանում եք դա եւ համաձայն եք, թե ուղղակի չեք հասկանում ու դեռ ձեր համար լպարշ չի, որ այս բոլորը իրար հետ դաշնակները, Սերժիկը, Քոչիկը, Ռոբիկը բոլորը իրար հետ իրականացում են Հայաստանի կործանում։ Դուք դեռ չեք հասկացել։ Ես քանի անգամ փորձեցի այն բանին, հիշում եք այն ժամկետանց քահանային, որ փողոցներն է չափչփում, հա, Բաղդադ գետադարձին, բացատրել, որ տղա, եթե դու իրոք դուրս ես եկել բանի, հա, պայքարի, կամ դու կդառնաս Գևորգ 5-րդ կաթողիկոս, զանգերեք խփես, կամ գետադարձ։ Որպեսզի չդառնաս գետադարձ, քո կոչով դիմի, թող հիմա դուրս կան։ Թող մանդատները վայ դնեն, չարեցին։ Հանձնեցին գյուղերը, հիմա էլ բաներն են բերում, հայցերն են, հայցերից են հրաժարվում Ադրբեջանի նկատմամբ։ Լսեք, այդ հայցերը մեկը մի օր մեծ են սիրուն փետի վրա փշոտ փաթաթվելու է ու ճիշտ նպատակով օգտագործվելու է։ Ասում եք, այդ հայցերը հետ կանչելը հանցագործությունի պատասխանատվությունից չի ազատում։ Մի օր ունենալու ենք պետություն, որ մեկ այդ հայցերով մտնելու է դատարան։ Նույնիսկ եթե մենք էլ չմտնենք, ցանկացած երկիր կար այդ հայցերով, այդ փաստով մտնի դատարան Ադրբեջանի նկատմամբ։ Բայց այսօրվա հայկական պետությունը իդեմս դաշնակների, Սերժիկի, Ռոբիկի եւ Նիկոլի։ Այն Լևոնին չեմ ասում, որովհետեւ դա Նիկոլի մեջ է մտնում։ Դրանք իրականացում են բոլորը այս պետության վախճանը։ Ու զուգահեռ բողոքում են դրանք, որ Ռուբեն Վարդանյանը բանտում է։ Ձեզանից սրիկը կարա լինի մենակ Նիկոլը։ Դուք զուգահեռ իրականացնում եք այս հանցագործությունը, բայց միաժամանակ չեք մոռանում բողոքել, որ Ռուբեն Վարդանյանը բանտում է։ Ռուբեն Վարդանյանը բանտից թքի ձեր երեսին։ Քիչ-քիչ սկսելու եմ արդեն դոգ անել, ես զգում եմ, պակասը զգացվում է։ Դուք էս ինչ կարգի ստատիկա եք։ Լավ, ես էլ ոնց բացատրեմ, որ սրանք բոլորը իրար հետ նույն գործն են անում։ Եթե սրանք դուրս գան խորհրդարանից, Նիկոլը էլ ոչ մի բան չի կարող անի, ժողովուրդ։ Նիկոլի պարլամենտը փլուզվում, ինքը էլ չի կարող վարչապետ լինի։ Արադ Միրզոյանը չի կարող այցերը հետ կանչի, ընդհանրապես այս դավաճանությունը կկանգնի, այս իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ասում եմ, կգրվի սառույցին, Նիկոլի մեջքին։ Պարզ չի։ Հիմա երևի ձեր մեջ հարց առաջացավ, չէ՞, բայց ինչի չեն անում։ Ինչի չեն անում, որովհետև Մոսկվայից թույլատվություն չունեն։ Մոսկվայից իրենց ասել են վեր կընկնեք ընդ, այս ձեր կվոտանա։ Կգնաք կնստեք ընդ, Նիկոլը ինչ ասի, այն էլ կանեք։ Ձեր տեղ այնտեղ վեր ընկնելա։ Դուք այնտեղ վեր ընկնելուց եք, բանա, վեր ընկնելու համար եք փողոստանում եւ թույլատվություն շարունակել վայելել ձեր թալանացը։ Հակառակ դեպքում բոլորիդ վրա, ինչպես Տալոն Մարգարյանի, հո կարող է Տալոն Մարգարյանի վրա քրական գործերը 7 տարի հետո բացահայտվեց, այդտեղ 7 տարի է, չէ, 6 տարի։ 6.5 տարի է պաշտոնի չի։ 6.5 տարի է Տալոն Մարգարյանը քաղաքապետ չի։ Այսինքն Տալոն Մարգարյանի նկատմամբ քրական գործառույթելու համար 6.5 տարի է պետք։ Իհարկե ոչ։ Որովհետեւ ցանկություն լիներ, հենց հեղափոխության հաջորդ օրը դա կլիներ, հա։ Ինչ ասում են, այն էլ անում են։ Ձեզ ուրիշ ինչ է պետք։ Ձեզ ուրիշ ինչ է պետք է սպարս թվաբանությունը հասկանալու համար։ Ես արդեն չգիտեմ ինչ ասեմ։ Դուք գիտեք, որ այս ձևով ապրելու դիմաց իրական վաստակած Հայաստանը գիտեք որն է։ Հայաստանի բացակայությունը։ Ես ազնիվ խոսք եմ ասում, այս ձևով ապրելու արդյունքում իրական վաստակած Հայաստանը դա Հայաստանի բացակայությունն է։ Որովհետև եթե մի մարդ իր պետությանը տենց է վերաբերվում, նա իրավունք չունի դրապես պետություն ունենալ։ Եթե մի մարդ մարդկությանը, բարոյականությանը տենց է վերաբերվում, դա չի կարող որևէ բան ունենալ։ Բարոյականություն ասացիք, միտս ընկավ։ Իմացա, որ այն բանը
Նիկոլի ամենաուժեղ պաշտպաններից են, որ սենց դոշերը պատռելով, կոկորտը ճեղելով Եվրոպաներից գոռում էր բոլորիս վրա։ Հա, մի հատ շոնը արցունեցի կա, արշունեցի է ինչա։ Նորը հասկացա, որ Նիկոլի իրան դավաճանել է։ Դուք պատկերացնում եք 6 տարվա մեջ նոր հասկացել այդ կնիկը, էնել ինքը իրան բանը։ Լողա հրապարակախոսա, ինչա։ Այսինքն տոկար չի էլի մասնագիտությամբ։ Իրան դրել էր ին բանի տեղ, ինտելեկտուալի տեղ ու գրում է, որ ինքը 20 թվականից հետո նույնիսկ ամեն գնով արդարացրել է Նիկոլին։ Այսինքն ինքը գրում է, որ 20 թվականից հետո նույնիսկ ինքը վերջի սրիկայությունն արել ժողովրդի նկատմամբ։ Ու այսօր երբ որ հասկացել է, որ չէ, էսի տականք է։ Էսի հայցերից էլ է հրաժարվում, ափսոսում է իր արածի համար։ Ես նման բոլոր արշունեցիներին եմ ասում, դուք հանցագործ եք։ Դուք իմանալով, գիտակցելով այս սրիկան ով է, դուք աջակցել եք, դուք մարդկանց բերանը փակել եք, վարկաբեկելով, վիրավորելով, մարդկանց անուղեղ են տարածքները լվանալով, հա, ագրեսիվ գրելով, ղժղժալով, դուք համահանցակից եք Նիկոլ Փաշինյանի հետ միասին։ Դուք կարաք ներողություն խնդրեք, փոշմանեք գլուխներդ պատերին տակ պատնեք գլուխներից։ Իմ համար 20 թվականի նոյեմբերի 10-ից այս կողմ ով եղել է Նիկոլ Փաշինյանի կողքը, ով Նիկոլ Փաշինյանի ձեռը սեղմել է, միջև վերջի Խուրշուդյանը, բոլորը Նիկոլ Փաշինյանն են։ Բոլորը, դա մի հատ կարմիր գիծ է, որ դրանից հետո պարզել, ով է տականք, ով մարդ, ով հասկացավ չի կարել էլ երևի ամեն ինչին կարմիր գիծ կա։ Մի տեղ կա, որից հետո չի կարելի անցնել, էլի։ Պարզա, մնացած բոլոր արշունեցիներն եմ ասում, դուք կարող եք ձեր աշկերն էլ հանել, մազերն էլ պոկել, ինչը, բայց դուք բոլորդ իմ համար մնում եք համահանցակից եւ այնտեղ ներում բեկում չկա։ Ոչ պատմության առաջ ես շատ ներողամիտ տղա եմ, բայց իմ ազգի այս ողբերգությունը իրականացած մարդկանց ես չեմ կարող ներեմ։ Անձնական ամեն ինչ ես ներում շպրտում եմ մի կողմ։ Անձնական ամեն ինչ ուղղված է եղել իմ նկատմամբ կամ դեր հրելը պետք է ուղղվի, ես ես փաթաթում եմ, sense բանցիկը դնում եմ վրան ու շպրտում եմ աղբամանը։ Որ իմ աչքին չերևա, իմ մտքին չլինի, հա, իմ ճանապարհին չերևա, sense իրու փաթաթում եմ, բանցիկով, sense իրու դնում եմ աղբամանը։ Վերջ, հրաժարվում եմ ավերջ։ Բայց իմ երկրին sense վնասվածքին ես չեմ կարող ներել։ Հա որ չասեն անձնական դեպս կապել դրամանից չես ներ։ Չէ, անձնականին Աստված ձեզ։ Հա, բայց այս պետությանը ես վնասել որ դուք տվել եք, ձեզ ներում չկա ուղղակի։ Դա այտենց։ Մի ուրիշ բան բարոյականության հետ կապված։ Եկեղեցին ի վերջո հայտարարություն է տարածել, իմացաք չէ, որ Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է դարել։ Ես ուզում եմ մի փոքր մաս կարդալ։ Գերագույն հոգևոր խորհուրդը արձանագրում է, որ Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների եւ պատանների նկատմամբ արարքները հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի եւ ագրեսիայի հերթական դրսևորումն են։ Հասկացա։ Ակնհայտ է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունը ուղեկցում է գերիների խոշտանգումով եւ անմարդկային վերաբերմունքով։ Անթակույց նպատակ է հետապնդում հիմնովին խեղաթյուրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը, միտում ունենալով նվաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետությանը։ Անտեսելով միջազգային հանրության հողորտներն ու պահանջները, ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկել, այլև արդարացնել իր իսկ սանձազերծած ցեղասպանության եւ պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաեւ զոհերին ներկայացնել իբրև ոչ ճրագործներ։ Սա մեր գերիներն են։ Շինծու դատավարություններով եւ հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուսմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հերահար նենգ նկարտումներով դատավարություններ ապահովել նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ եւ ագրեսիա սանձազերծելու համար։ Դրան զուգահեռ ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների, միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաեւ հոգեվոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից։ Եվ այսպես այս պայմաններում մեծապես կարևորում ենք Հայաստանի պետական մարմինների եւ համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը,
հայ գերիների եւ պատանների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու եւ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու եւ հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորությունները ամբողջական ներուժ օգտագործելու համար։ Կոչ ենք անում նաեւ ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ հայ գերիներին անհապաղ հայրենդարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն երկարատև խաղաղություն ու սերունդների համար արժանապատիվ գոյացության պայմանները կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման եւ Արցախահայության իրավունքների իրացման պարագայում։ Աղոթքով Արցախ զորացում ենք հայտնում ենք գերավորված սիրելի մեր զավակներին, պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողություններից, որոնք անմիջապես սպառնալիք կարող են ստեղծել իրենց կյանքի առողջության համար։ Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը եւ ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։ Մեր հայցնենք վերառակում առաստված բոլոր գերալների, ներյալների եւ նրանց ընտանիքների համար, խնդրելով Տիրոջ օգնությունն ու օգնություն ամենքին։ Ես հիմա ուզում հարց տամ այս հոգեվոր խորհրդի անդամներին։ Եթե Ռուբեն Վարդանյանը հացադուլը հատերած չլներ, այս գրվել էր, ինչով է պայմանավորված, որ 5 տարի, 4.5 տարի լռությունից հետո հենց Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետո սկսեց ամբողջ 5-րդ շարասյունը ընդու միջև եկեղեցին բարձրաձայնել այս խնդրի մասին։ Ես անենց եմ ուզում հավատամ, որ Գարեգինը, հեսա Արամ կաթողիկոսի հետ համայն հայության զանգերը խփելու է եւ այս ճիվաղների հարցերը լուծվի։ Հավատում եմ ես դրան։ Ոչ։ Ինչի չեմ հավատում։ Նախադեպը չեմ ունեցել, ես ոնց հավատամ։ Նախադեպը ես չեմ ունեցել, 2 կաթողիկոս այս բանին մայիսին իդեպս են Բագրատ գետադարձի իրենք դուրսն են հնարավորություն ունեին եկեղեցու սպասավորի մի խոսքով այս վարայի այս կեղտը մաքրելու եւ վերադարձնալ դեմքով դեպի ժողովուրդ, այն որ ասում են դեմքով դեպի Աստված, դուք հնարավորություն ունեիք գոնե դեմքով դեպի ժողովուրդ վերադառնալ, բայց դուք չարեցիք։ Դուք հիմա կոչ եք անում Հայաստանի կառավարությանը եւ միջազգային կազմակերպություններին բանանել։ Հիմա հարց. դուք ես նույն բանը Սփյուռքում կազմակերպելու եք։ Սփյուռքի բոլոր կառույցները ձեր մի այսենց ցուսումով կարող են վաղվանից բոլոր հյուպատոսարաններից վռնդել Հայաստանի ներկայացուցիչներին։ Դադարել բոլոր տեսակի հայտարարել ուղակի, դադարել բոլոր տեսակի համագործակցությունը պետական կառույցների հետ։ Դուք դա կարող եք անել։ Եթե ձեր նպատակը այս իշխանություններին պարտադրելն է, այլ ոչ թե Ռուբեն Վարդանյանի համար ինչ որ խոսք ասելը, որը նույնպես եմ ասում, ես էլի չեմ հասկանում դուք ինչի եք անում սա։ Դուք ու 5-րդ շարասյունը խոսում եք բացառապես Ռուբեն Վարդանյանի համար։ Բայց ես ասում եմ, թե ձեր նպատակն ազնիվ է, հենց վաղվանից ամբողջ Սփյուռքի կառույցները, որոնք ենթարկվում են հոժարական եկեղեցուն կամ Անտիլիասի կամ Էջմիածնական թևի, դուք երկուսով, 2 կաթողիկոսով կարող եք ուղղակի պարալիզացնել այս ճիվաղների, այս թրքածինների իշխանությունը։ Առիթ ինչքան ուզեք։ Ամբողջ պահանջատիրությունից հրաժարվել են, ցեղասպանություն դրել են կասկածի տակ, սրանք թուրքի գործակալներ են։ Այսօր թուրքական լրագրողներին Հայաստանի ժողովրդի սկամած փողերով բերել լցել են Հայաստան։ Այսինքն առիթ ինչքան ուզեք, ինչքան ուզեք դրա համար առիթ կա։ Կանեք։ Ես չեմ հավատում որ դուք կանեք։ Այ երբ որ կանեք, այն ժամանակ էլ խնդրեմ լսեք։ Պարզվում է, որ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։ Այս մասին թերթ-ին ասել է վարչապետի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գործ Ծառուկյանը։ Նա հայտնել է, որ լրագրողները Հայաստանում մնալու են 3 օր, վաղն արդեն կմեկնեն։ Սա էլ տեղ կա, որ մեկը կասկածում է, սա թուրքական գործակալ է, այսինքն
ամեն ինչ անում է թուրքական ծրագրերը իրականացնելու համար։ Դե ես էլ ասում, եթե ձեր ծրագիրը իրոք ժողովրդավարական է եւ ձեզ Մոսկվայից չեն թելադրել, որ Ռուբեն Վարդանյանի անունը տվեք, որ բանին ճնշենք, որովհետեւ Ալիևը հրաժարվեց այդ ռուս լրագրողներին վերադարձնել Պուտինին պատկերացնում, Ալիևը ասաց չեմ տալի։ Հիմա շատ կասկածում եմ, որ հենց ձեր ձեռով եւ 5-րդ շարասանի ես Անժելաների 188 ժամ, 186 ժամ ինչ կան զիբիլը թե 168 այ հենց ձեր ձեռով Ռուբեն Վարդանյանին անուն տալիս է հիմա եթե դա տես չի, եթե դա տես պայմանավորված չի եւ դա հրահանգով չի արվում, դե հիմա դες տեսնեմ բաղը ապացուցեք, որ ես վատատեսս չեմ գնահատում ձեր իխորոց սրտի մղումները հայ գերիներին փրկելու համար։ Հենց հիմա վաղը, այսինքն այսօր ա եղել էս բանը, չէ՞։ Հիմա Լոս Անջելեսից մինչև Սիդնեյ բոլոր զանգերը պետք է խփեին։ Բոլոր տեղեր, իշխանությունները բոլոր տեսակի կազմակերպությունները պետք է կապերը խլեին, խզեին, պարտադրեին, հիմա ՄԱԿ-ի դեմը կլիներ, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների դեմը պետք է լիներ։ Հա, մենք հո տեսել ենք դուք ինչ ռեսուրսներ ունեք, որ դուք ուզում եք ինչ-ու մի բան անեք։ Եթե ձեր նպատակների օգտվելու համար է, դուք վաղ եք արեք ծնկի բերեք այս իշխանությունները, որովհետև սանձին բան չի մնացել։ Սրանք 4%-անոց իշխանություն են, 4%։ Այդ 4%-ն էլ իրանց համար մեկ է իրանց ով է կերակրում։ Իրանք են անառակի նման, ով կերա տալիս է իրանց ծառայում են։ Այս ով է կլիենտը իրանց համար ով է էական չի։ Փողը տեղը լինի, ժամանակին լինի։ Այս կլիենտի դեմքը, գույնը, կլոնը, մաչկի գույնը, անուն ազգանուն, ընդհանրապես էական չի։ Կարևորը որ փողը տա։ Հա, այդ 4% հենց այդ 4%-ն է։ Դա է մնացել սրանց տակը։ Այսինքն սրանց ոչնչացնելը քաղաքականապես ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Մեռանք ասելով, անիծեք սրանց, նզովեք, արա ասա, դուք այն նզովյալներ, դուք մեր ինքնությունը, ցեղասպանությունը, մեր ամեն ինչը ուրացել եք, դուք նզովյալ եք։ Արեցիք։ Կանեք այսօր։ Շատ կասկածում եմ։ Բայց մեկը մենք իմանալու ենք այս ամեն ինչի համար։ Ես ասում 1-2 կերևա։ Երբ որ ամբողջ Սփյուռքը, այսինքն եկեղեցու զանգերով, քարոզներով, բոլորը ձեր ձեռնը։ Մենք դա տեսել ենք, մենք գիտենք։ Երբ որ դուք ուզում եք մի բան լինի, լինում է, երբ որ դուք ուզում եք մի բան չլինի, չի լինում։ Տեսնենք սա քանի հոգու դուք աշխարհով եք կհանեք փողոց։ Եղավ ընկեր հոգևոր հայրեր։ Կներեք, որ այդքան ռեալիստ եմ, էլի ձեր հարցում։ Ես հեքիաթների վաղուց չեմ հավատում։ Եվ այսպես Փաստորեն վաղվանից նաև սկսելու եմ ոչ միայն նոր Հայաստանի քննարկումները, նաև սրճի գրասենյակներ ներքին գործերի աշխատողների համար։ Այս աշխարհում է Հայաստանում ինչ կա, բյուջե, ռեսուրսներ, բոլորը ներքին գործերի համար է։ Դրանք ոչ թե արդեն հիմա պետք է սենյակներում նստեն, որտեղ սենյակներում ուշանում են։ Հիմա պետք է ասենք հարմարավետ Mercedes-ների մեջ գրասենյակային պայմաններով բան sense մի խոսքով իդեալական պայմաններով իրենց ծառայությունն իրականացնեն, հա։ Նայեք։ Այսպես, տեսակ, հա, գիտեք ինչի ամեն ինչ իրանց համար, որովհետև Նիկոլին պահողի իրանք են այս պետության ողնաշարը, ոչ թե սահմանադրությունը, ոչ թե ժողովուրդը, որին պատկանում է իշխանությունը, այլ ոստիկանները։ Հիմա ես դիմում եմ բոլոր նրանց, ում տանը ոստիկաններ կա։ Եվ ուժային համակարգից ցանկացած մեկը։ Ես չգիտեմ ձեր հայրն է, եղբայրն է, չգիտեմ զավակն է, ով է այս համակարգում աշխատում, բայց արգելի համակարգացիներ, իրանք ձեր, ոչ թե իմ մենակ, ձեր համար մեկ առաջնային թշնամիներն են։ Դուք կարող եք սիրեք, դուք կարող եք բարեկամական կապեր ունենաք, դուք կարող եք նույնիսկ, չգիտեմ, հա, իրանք ձեր համար վերջի ճշմարտությունն ունեն, բայց իրանք իրականում ձեր թիվ 1
Ոչ միայն ձեր, մեր բոլորի թիվ 1 թշնամիներն են։ Թիվ 1, այսինքն եթե այս սրիկայությունն են, այս դավաճանությունն, այս մարդասպանությունն, այս ամեն ինչ կատարվում է, այս ողբերգությունների ասենց շղթան Հայաստանում, դա կատարվում է ձեր մտերիմների, ովքեր իրենց վրա այդ համազգեստը կրում են։ Կապ չունի ինքը դատախազա, դատավորա, չգիտեմ, կարմիր բերետա, կարմիր գլխարկա, ով ուզում է լինի, հա, կատարվում է ձեր այդ հարազատների ձեռքով։ Եվ ձեզ չթվա, դա ձեզ չի հասնելու։ Այսինքն եթե ձեր համար նորմալ է, որ ամբողջ Հայաստանը գնա կործանվի, դուք մնաք լավ, դա էլ իհարկե ձեր ընտրությունն է, բայց դա չի լինում։ Չի լինում նման բաներ, բնության մեջ հնարավոր չի փոթորիկ լինի ու այնտեղ լինի մի հատ տուն, մի հատ անկյուն, որ այդ փոթորիկը չգա խփի այդ տունն էլ չավերի, այդ անկյունն էլ չավերի, հետը չտանի։ Ոնց եմ ասում, ձեր տան անդամները, ովքեր կրում են այդ համազգեստը, ովքեր աշխատում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ձեր ու մեր բոլորի թշնամիներն են եւ դրանք նզովված են։ Նզովված, հիմա կարևոր չի, ես եկեղեցին կնզովի թե չի նզովի, բայց այսքան մարդ, որ սպանվել է իրանց ձեռքով եւ իրանց այսօրվա այդ մի կորմ ասեմ, հա, մի բուռ ասեմ, մի աման ասեմ, չգիտեմ ասեմ, լափ ապահովելու համար, դա նզովք է, դա անեծք է։ Դուք այսօր դա ամեն օր սպառում եք այդ անեծքը, տարբեր ձևերով։ Խոսքով կլինի, գործով կլինի, հələ եկող գործերով կլինի։ Անեցով զգուշ եղեք։ Զգուշ եղեք, եթե ձեր համար թանկ են ձեր մտերիմները, ձեր ընտանիքները, ձեր ընկերներին ասեք դուրս եկեք այդ համակարգից։ Մի ծառայեք դրան։ Մի կործանեք մեր երկիրը։ Սա ամբողջը ձեր ձեռքով է լինում։ Եվ ես ինչքանով նկատել եք, Հայաստանում մի հատ բան կա, շերտ կա, որ ինքը խնդիր չունի, հենց իրանք են։ Ամեն ինչ իրենց համար է, բանը, մեքենաները, պայմանները, փողը, պարգևատրումը, ամեն ինչ իրենց համար է, գիտեք ինչի։ Ասում եմ, որտեղ իրանք ծառայում են ներին։ Իսկ ներին ծառայողները վերջում ունենում են ներին համապատասխան պարգևատրում, ճակերտերով եմ ասում պարգևատրում։ Դա իմ զգուշացումներն են։ Եվ այսպես, հիմա գնանք Բաքվի դատարան, Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք հատվել Մուշեղ Գրիգորյանը։ Ով է Մուշեղ Գրիգորյանը, հետաքրքիր է սա էլի։ Հա։ Բերել եմ որ ցուցմունք տա։ Ուրեմն բազմաթիվ արցախցիներ հայտնել են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստացած Մուշեղ Գրիգորյանը հայտնի էր իբրև գիպսի միշիկ։ Հարբեցող է։ Մնացել էր Արցախում գաղթից հետո։ Նա Արցախյան բլոկադայի ժամանակ զբաղված է եղել միտուր ծախախոտ արցախցիներին 5000 դրամով վաճառելով։ Ավելին, Արցախի ամբողջական օկուպացիայից հետո գիպսի միշիկը դարձել էր ադրբեջանական լրատվամիջոցների հերոսը։ Իրով հարցազրույցներ էր բաժանում այնտեղ ժամանող լրագրողներին ու մեղադրում հայ ժողովրդին ագրեսիա իրականացնելու մեջ։ Այսօր նա ցուցմունք տվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Հարցը այն չի, որ այս ցուցմունքը մի մեծ բան է փոխելու Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կարող ինքը ցուցմունք էլ ընդհանրապես չլիներ, մեկը Ադրբեջանը անելու էր այն, ինչ որ ինքը անելու էր։ Այսինքն ցուցմունքն էլ ինքը էական հանգամանք չի։ Բայց հարցը այն է, որ կա գիպսի միշիկ, հա, որ նման բանի է գնում։ Ես պոտենցիալ գիպսի միշիկներին ուզում եմ ասեմ վայ Տեր Աստված, դուք գոնե տաղա ճանաչեք, չէ՞։ Դուք գոնե կարող եք, չէ՞, ասենք 3 տող իրար հետևից կարդալ։ Ես հորդորում եմ ուղղակի կարդացեք թե ինչ են արել թուրքերը եւ ռուսները նույնպես բոլոր նրանց հետ ովքեր անձնվիրաբար ծառայել են իրենց շահերին։ Այն պահից, երբ որ արդեն իրանք պետք չէին։ Բայց կարդացեք էլի։ Եվ դու կարդաք, այսօրվանից ձեր քունը կփախնի։ Ես սա նաև հորդորում եմ կարդան բոլոր նրանք, ովքեր այսօր ծառայում են Թուրք Նիկոլին։ Հա։ Թուրք Նիկոլ, այսօր ոնց է միշիկը ձեր դեմ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տալի, վաղը այս բանին ծառայողները, Նիկոլին ծառայողները, Նիկոլի դեմ են ցուցմունք տալու։ Նիկոլն էլ իրանց դեմ է ցուցմունք տալու։ Այսինքն բոլորի ճակատագիրը նույնն է լինելու, նույն ոլորտից, որտեղ չկա բարոյական օրենքներ եւ ընդհանրապես օրենքներ չկա։ Դուք դրել եք ձեզ մի կարգավիճակում, որտեղ ձեր նկատմամբ օրենքներ, այն մարդասիրական օրենքների մասին եմ ասում էլի,
չի աշխատելու։ Բայց դա ձեր ընտրությունն է, դա իմ ընտրությունը չի։ Որի արդյունքով ես ձեզ շնորհավորում եմ։ Եվ այսպես, ես գանք ես միշտ ճիվարին։ Ավինյան կոչվածի։ Բարձրվում է այս ապամոնտաժվող բաների հետ միասին, վահանակների հետ միասին վերացվում է նաև հայ մեծերի նկարները, նայեք։ Անբացա։ Այսինքն կար Ուիլյամ Սարյան ու չկա։ Անցած տարի կար, այս տարի չկա։ Մատնայք հələ Ավինյան Տիգրանին։ Այսօր Ավինյան Տիգրան ենք, նաև Գյումրիում են մասնակցում ընտրությունը։ Ես ասում Ավինյան Տիգրան, այդ Արամ Սարգսյանը հետն է։ Այսօր ինքը եվրոժետոնների հետ է մասնակցում։ Այսօր մի հատ տիկնոջ տեսա եվրոժետոնների մասին էլ գրվում են, միա գաղափարական ուժն են, որ գործում են Գյումրիում։ Ես այդ տիկնոջը խորհուրդ եմ տալի այլևս բերանը չբացի, այլապես բերանս կբացի ես։ Իհարկե Վարդան Ղուկասյան չեմ անի, ավելի վատ կնստի, ավելի ծանր կնստի։ Դրա համար, որովհետև ասեն դու չեք կարող ինձ մեղադրել, որ ես ընդամենը հայոյում եմ, հա։ Իհարկե ես չեմ հայոյի, բայց ավելի լավ կլինի, եթե ձեր համար ես հայոյ եմ։ Ուրեմն եվրոժետոնները, որոնք այսօր Ավինյանի հետ միասին ավիրում են Հայաստանը, Երևանը, հիմա գալիս են Գյումրի, այժմ գյումրեցիներ ջան, ազատներ ջան, կամ մի գնացեք ընդհանրապես այդ ընտրություններին, կամ դրանցից ոչ մեկի ձայն չտաք դուք։ Դա կլինի եվրոժետոնները, դա կլինի առավել եւս ԿՊ-ն, դա կլինի Սերժիկի, Միշիկի, Ռոբիկի այդ ասոցացված, թեկուս հերվից ցանկացած ուժ, ախը ցավն է նա, որ ես այնտեղ չգիտեմ ով կա։ Ես նույնիսկ չեմ ճանաչում այնտեղ ովքեր են։ Ցուցակը չունեմ ձեռս հələ։ Ժամանակ չի եղել նայեմ, ես դրան անդրադառնալու ժամանակ էլ չկա։ Չթողեք դրանք գան, այս Սիրուն Գյումրին ավիրեն, նայեք Երևանի խղճացեք Գյումրին։ Իսկ սրանց թե ինչա լինելու հետո, չեմ ուզում արդեն մասի խոսեմ, չեմ ուզում փակագծերը բացեմ, որովհետև ստացվում որ ես կրկնվում եմ։ Եվ այսպես, քանի կարողանում է Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմս Դոնալդ Թրամփի հանում է բոլոր տեսակի սանկցիաները Ռուսաստանի առայժմ ստվերային նավատորմի վրայից, ոչ թե ուղիղ հանում է Ռուսաստանի վրայից, այլ Ռուսաստանի ստվերային նավատորմի վրայից հանում սանկցիաները, որ գոնե ինչ որ մի բան կարողանա դա տանել ու վաճառել։ Հանրապետականն այլևս չի դիմանում, դա հանրապետական կոնգրեսմենը, որոնք ուղղակի դատապարտումը այս Թրամփին, իրանք էլ արդեն չեն հասկանում ինչա կատարվում, ինչ անում ընդհանրապես այս մարդը աշխարհի կարգու կանոնի հետ։ Ոնց կարելի է Ռուսաստանին փրկել այս կործանումից։ Ոնց կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների նման գերհզոր երկիրը գնա ծնկի բառացի Ռուսաստանի մոտ, որ իր ներկայացուցիչներին ուղարկի այսօր ուղարկել է Ռուսաստան բանակցությունների եւ ամբողջ աշխարհին թշնամանա Ռուսաստանի համար։ Աշխարհի մասշտաբով տնտեսապես 0.5% նշանակություն ունեցող երկրի փրկելու համար այսօր Թրամփ ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգները թշնամացել է մնացած երկրների հետ։ Այդ 0.5%-ի համար եւ այս հանրապետականները չեն կարողանում դա հասկանալ։ Այսօր ես մի հատ հանրապետականի այլ սենատորի լսում բառացի գոռում էր եւ հայոյում էր Թրամփին ու Իլոն Մասկին։ Բառացի ուղակի ես չէի պատկերացնում, որ կարող սենատում այդ կարգի բարձր ձայնով եւ այդ լեքսիկոնով խոսակցություն լիներ։ Իսկ ես հիմա ուզում եմ դուք նայեք դրա հետ ինչա կատարվում։ Sales are plummeting everywhere. So here we go. He's asked about his business. Is this his reaction? You're hearing a call to action. Yeah. You giving up your other stuff? I mean, how are you running your other businesses? With great difficulty.
Ասում ոնց է բիզնեսն է։ Ասում բանեն, հա, նկատմամբ ակցիաներն հա սկսե։ Ինչ չի կարողանում խոսալ։ Չկա։ Yeah, I mean, But there's no turning back, you're saying. I'm just here trying to make government more efficient, eliminate waste and fraud, and so far we're making good progress. Ասում եմ, այստեղ եմ որ ինչ որ պետական կառավարման համակարգը էֆեկտիվացնեմ, մենք հաջողություններ ունենք։ 330 միլիարդից ավել կորցրել է, ինքը լացում է, ինքը շատ վատ է հիմա։ Շատ իրա էս գիտեք, ասեմ, ինքը բազմաթիվ մարքնաթոշակներ է կտրում։ Այն մարդը, ով հիմա օրը 1 միլիոն, 8 միլիոն դոլար աշխատավարձ է ստանում։ Դուք տես աշխատավարձ լսել եք, Էստեղեն, օրը այսօր 8 միլիոն դոլար աշխատավարձ է ստանում։ Օրը։ Եվ սա պետք է Ամերիկայի տնտեսության օպտիմալացնի։ 380 միլիարդ էլ իր ֆիրման աստացել բանը լգոտա տաքս առավելությունը, արտոնություններ 380 միլիարդի։ Ու այստեղ եկել է համակարգը օպտիմալացնի։ Մեկը ասում 8 միլիոն աշխատավարձաստանում օրեկան։ Թվում է թե այս մի քանի 100 միլիարդ կարողություն ունեցող Իլոն Մասկի համար ինչ նշանակություն ունի 8 միլիոնը օրեկան ինչ անել դու պատկերացրու ինչ փողա 8 միլիոն դա հնարավոր չի ծախսել ընդ որում ունենալով այդ հսկայական կապիտալը բայց այսօր իր վիճակը սա է ինքը Trying to make government more efficient, eliminate waste and fraud, and so far we're making good progress. Իսկ Թրամփ ուզում է փրկի։ Կարմիր Տեսլայի առը, որ Իլոն Մասկի տեսան գովազդի։ Այսօր կարմիր Տեսլայի առը, որ օգնի Իլոն Մասկի։ Ինչի է այս ամեն ինչ անում։ Ինձ մեկը կարող է տնտեսապես, ոչ թե քաղաքականապես։ Ես քաղաքականապես գիտեմ իրանք ինչ են անում։ Ինչ են ավիրում աշխարհը։ Որի առաջին տուժողը հենա եղան Սիրիայում ոչ արաբաները, մահմեդականներն ու քրիստոնյաները, հա, հաջորդը Հայաստանն է լինելու։ Ես դա գիտեմ ինչ են անում քաղաքական իմաստով, բայց իսկ կարող եք ասել, ինչի են ավիրում Ամերիկայի Միացյալ Նահանգները, իրենց թվում է իրանք այտենց հեշտությամբ մարսելու են։ Առանց հասկանալու, ախր ո՞նց կարելի է դա չհասկանալ, ո՞նց կարող է ցնցել տնտեսությունը ու հույս ունենալ, երբ որ դու այդ ամբողջ տնտեսության մեջ մեծ բաժին ունես բիզնեսի, քո բիզնեսի հետ կապ չունենալու այդ ցնցումը մանավանդ որ դու ես այդ ցնցումների առիթը այսօր Իլոն Մասկը նեգատիվ բան ու ասոցիացիա ունի մարդիկ մերժում են իրան էլ իր ավտոներ իր սերվիսներն էլ եւ իրան փրկելու համար այսօր ինչ է ասել որ ոչ մի դեպքում ինքը չի դադարեցնելու իր Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում չնայած քաղաքական տարաձայնություններին ոչ մի դեպքում ինքը չի դարձնի դադարեցնի իր աշխատանքը։ Շնորհակալություն, որ դու չես դադարեցնել, բայց ինչ է սպառնում։ Ինչ է ասում ախալուսը դադարեցնեմ ընդհանրապես դուք կոտորվեք։ Ու դուք արդեն քո պատճառով ահագին մարդ մահացել է։ Այն որ դու արել ես միջև հիմա անգնահատելի է։ Բայց ինչի դադարեցիր, ինչի զրկեցիր այդ մարդկանց մի օր բան մեջ։ Առանց ժամանակ տալու։ Ինչ է սպառնում։ Այդ սպառնանքի արդյունքում, սպառնալիքի արդյունքում ինքը ոչ միայն անջատելով մեծ առավելություն տվեց Ռուսաստանին ռմբակոծելու այդ քաղաքները, հակին մարդիկ մահացան։ Արդյունքում ուկրաինացիները սկսեցին ռմբակոծել հայկերները, այն մարդուն Իլոն Մասկի կամպանիաները, որ իրենց այսքան տարի օգնել էր։ Երկու կողմանի ստացվեց հիմար վիճակ։ Այսինքն նայեք, մի կողմից ինքը արել է, չէ՞, այս ամեն ինչը։ Արել է 2 տարի է, 3 տարի է, ամբողջ այս ինտերնետ կապը, ընդհանրապես GPS կապը ապահովում էր ինքը։ Ուկրաինացիները շատ գոհ են։ Անջատեց, դարձավ պատճառ զոհերի ու սպառնաց։ Ընդերից է վերսին ռմբակոծել սրան։ Հիմա ինչ մեկը պետք է ասի սանակուտող ուդացողը, դա կարելի ասել ուկրաինացիներին, հա դուք մոռացաք, որ ինքը արել է։ Հա, կարող է մոռացան։ Բայց իմաստը ինձ կարող եք ասել, այսքանից հետո ասել, չէ, ես չեմ անջատելու։ Ինչի համար, որովհետև զգացիր, որ դու Եվրոպայում դու բանը 76%
76% պատկերացնում եք ինչա նշանակում։ Ապրանքը էլ չի սպառվում դրա համար, հույս ունենալով ինչ որ բան է սփռկելու, բայց գիտեք, հեղինակությունը sense բան է, ահա որ դժվար է ստեղծել ու կարելի է այսպես մի քլիկով ամեն ինչ վերացնել։ Բայց մի քլիկով չէ, ամեն ինչ անում եք որ սա վերանա։ Ես պատճառը չեմ հասկանում, իրոք ես պատճառը չեմ հասկանում։ Չէ, ես հասկանում եմ քաղաքական իմաստով, բայց տնտեսական իմաստով ինչ է կոտորում Ամերիկան, որտեղ արդեն ամեն երկրորդը ռեցեսիայից է խոսում։ Ամեն երկրորդը այսօր ռեցեսիայից է խոսում։ Մարդիկ չեն կարողանում բիզնես պլանավորել, մարդիկ չեն կարողանում պլանավորել ներդրումները, չեն հասկանում ինչ է լինելու, այս տարիֆները ոնց են աշխատելու, հա, որը որտեղ է տեղափոխվելու, որ արտադրությունը որտեղից է գալու կամ չի գալու, որն է կանգնելու, դադարելու, մարդիկ չգիտեն ինչ անել։ Բանկերներ չգիտեն, մտնեն այդ վարկերի տակ, վարկեր տան թե չտան։ Ստիպված տոկոսն են բարձրացնում, որ իրենց ռիսկերը փոքրացնեն։ Բայց բարձր վարկավորումը դա էլ ուրիշ հետևանքներ է բերում։ Ու սա եթե ես երաժիշտ ես հասկանում եմ, միթե 6 անգամ բանկրոտ եղած Թրամփը չի հասկանում։ Ես ամեջ դիտավորություն եմ տենում, ազնիվ խոսք, ու ասեմ, դիտավորություն ամբողջ աշխարհի նկատմամբ թշնամական վերաբերմունք ուղղակի։ Հարցը ստեղ բանը չէ, մենակ Պուտինը չի։ Պուտինին ինքը կարող օգներ, ճակերտավոր եմ ասում, առանց Կանադայի, Մեքսիկայի, Գրենլանդիայի, չգիտեմ, եվրոպական այս երկրների թշնամանալու։ Եթե մի քիչ ինքը սահուն աներ, ինքը կարող էր անել, հա։ Ինքը եթե մի քիչ խելացի լիներ, էլի, բայց այս լկտի, այս ցինիկ ձևով որ ինքն է անում, ու ամբողջ իր թիմը, լսեք Մարկո Ռուբիոն ինչ է ասում, սա ընդհանրապես աննորմալ բան է։ Ոչ մի ձևով դա անկալելի չի։ No one has a right to a student visa. No one has a right to a green card, by the way. So when you apply for a student visa or any visa to enter the United States, we have a right to deny you for virtually any reason. Ասկամ որ դու ունես green card, visa, մենք իրավունք ունենք այդ ամեն ինչը բանը չերել ալել ցանկացած ժամանակ։ Deportation has got to go. Deportation has got to go. Free Palestine. But I think being a supporter of Hamas and coming into our universities and turning them upside down and being complicit in what are clearly crimes of vandalization, complicit in shutting down learning institutions. There are kids at these schools that can't go to class. Ոնց կարելի է աջակցել Համասին։ Այս մարդիկ խաղաղություն են ուզում։ Ասում են կանգնացեք պատերազմը։ Ռուբիոյի նման մեկը Նիկոլից ինչով է տարբերվում սա։ Ասում են իրանք բանը Համասին են բանան աջակցում։ Վախենում են մարդիկ դասարան մտնեն։ Լսեք ինչ բարերով։ You pay all this money to these high-priced schools that are supposed to be of great esteem, and you can't even go to class. You're afraid to go to class because these lunatics are running around with covers on. Որտեղ էս լունատիկները վազում են, ասում են, մարդիկ չեն կարողանում դասի գնան, այդքան բարձր գին են վճարում, վախենում են լունատիկներից, որ փողոցում են։ Դուք պատկերացնում եք մի ամբողջ ուսանողության իրանց պետքարտուղարը ասում է լունատիկ։ Վաղը, եթե ընտրություններ եղան, այսօր արդեն կարծում եմ որոշ նահանգներում դեմոկրատները արդեն ինչ որ նախնական բաներ ա գնում, փոլեր ա գնում, դեմոկրատները ջախջախում են, պետք է նեղանակ, ասեք մարդիկ դեմոկրատներին ընտրեցին։ Սրանք ավիրում են ամեն ինչ, օրենսդրությունը, տրադիցիաները, ոնց կարելի է, ասենք դու կարաս քաղաքական նախապատվություն ունենաս, էլի, բայց դու ոնց կարող ես օրենքը տարօրելով բան անել, պահել քո քաղաքական նախապատվությունը։ Դա գիտեք, մեր բոլորի համար կարմիր գիծ է, որովհետև մենք մարդկային հարաբերությունների մեջ, կուսակցական հարաբերությունների մեջ, սան սիրելու, չսիրելու, մենք շատ հաճախ մեր կարծիքը պարտադրելու եւ ապացուցելու համար գնում ենք անթույլատրելի քայլերի։ Դա կոչվում է անբարոյականություն։ Դու կարաս քո կարծիքն ունենաս ու դու դա իրավունք ունես, բայց դա ապացուցելու համար գնալ անբարոյական անթույլատրելի քայլերի, դու արդեն ոչ թե դու քո կարծիքն ես ապացուցում, դու ցույց ես տալի, որ դու սրիկա ես ուղակի։ Այսինքն դու այն աստիճանի բան ես, վատն ես, որ դու քո էգոն պահելու համար դու պատրաստ ես նաև հանցագործությունների։ Հասկանում եք, հակառակ օրենքի գործողությունը դա հանցագործություններ է, մեծ, փոքր էական չի։ Մեծ հանցագործություններն էլ սկսում են փոքր հանցագործություններից։
ասեմ, մեծ հանցագործությունների պատճառը փոքրիկ հանցագործություններն են։ Ոնց որ ընտրակաշարքը, ոնց որ ընտրակերտիկը, որոնք հետո բացվում առիթ դարձավ մեծ հանցագործությունների։ Հիմա էսա ու սա ամբողջ աշխարհի լավագույն, ասենց ասեմ, ամենահազարդագույն երկրի պետք կարտողանա։ Դա իմ համար բանը շատ վատ է ու հիասթափեցնող, որովհետև որ դու գիտեք բոլոր, ես ասենք ինչ բանով հարգանքով եմ միշտ մոտեցել, ընդհանրապես արևմտյան քաղաքակրթությանը, մասնավորապես եվրոպական եւ ամերիկան Միացյալ Նահանգների ինստիտուտների աշխատանքին, հա, միշտ վստահելով, որ այո, այնտեղ կարող է վատ քաղաքական գործիչներ լինեն, բայց ինստիտուտները կան, ինստիտուտներն աշխատում են եւ դրանք կարող են պահել բալանսը։ Այն ինչ որ ամենաշատը Հայաստանն է այսօր մեզ պետք։ Հայաստանը ոչ թե պետք է մի հատ ուժեղ Ֆրանսիա, Հայաստանը պետք է ուժեղ ինստիտուտներ աշխարհով մեկ, որոնք հետևում են միջազգային օրենքների աշխատելուն։ Իսկ եթե չկա այդ կոնսենսուսը միջազգային օրենքների, ոնց եմ ասում, Հայաստանը անելիք չունի, որովհետև Հայաստանը ինքը իրան վերածել է հաշմանդամի։ Այսօր մի հատ բան կարդացի, չեմ հիշում ով էր գրել, ասում էր Հայաստանը որ երկրի վրա պետք է հույս դնի։ Դուք էլ գրեք, որ երկրի վրա պետք է հույս դնի։ Ես պատասխանեցի տակը, ես ընդհանրապես սովորություն չունեմ կոմենտներ գրելու, բայց ես պատասխանեցի երևի միակ բանը, որ Հայաստանը ունի հույս կապելու, դա իր գիտակից քաղաքացին է, որովհետև Տրամպը եկավ ապացուցելու, որ աշխարհում ամեն ժամ, ամեն վայրկյան կարող է հայտնվի իշխանության ղեկի մեկը, որ թքած ունենա ցանկացած միջազգային օրենքի վրա։ Ու դու այդ ժամանակ դառնում ես թիրախ, դու ժամանակ դառնում ես մեջք։ Հայաստանը միակ բանը, որ կարող է իրեն թույլ տա, որի վրա կարող է հույս դնի, Հայաստանը դա իրավագիտակից քաղաքացին է, բարոյական արժեքների վրա դաստիարակված եւ դրանց ապավինող ու դավանող քաղաքացին է։ Ստեղ նույնիսկ եմ ասում մեծ դեր ունի նաեւ եկեղեցին, բայց հիմա այս բաղը մյուս օրը կտեսնենք, այս եկեղեցին է ամեն ինչի համար էր անում։ Արցախ ինքը ամբողջ Սփյուռքը կմոբիլիզացնի այս տականքների դեմ, թե չէ։ Սա ես վստահ եմ, որ չէ, բայց ուզում եմ անկեղծ որ սխալ դուրս գամ։ Իմ պատմական, քաղաքական, քաղաքացիական կենսափոխը ասում եմ, որ չէ։ Սա հրամանով արվում ու կոնկրետ Ռուբեն Վարդանյանի պահով չի լինել, բայց անկեղծ ինձ եմ ուզում ասեմ, որ բոլոր գրեք, այ դու սխալ ես։ Ես էլ ասեմ, կներեք, ես իրավունք ունեմ սխալ լինել։ Ես ուզում եմ, որ ես սխալ լինեմ։ Կապրենք, տեսնենք։ Հիմա ուզում եմ լսենք մեր պապիկին։ Ինչ ասում։ Կարևոր Նիկոլ Փաշինյանին շուտ հեռացնեն, կամ ինքնասպաներնի, կամ կախեն, գնդակարեն, էլ ինչ եք ուզում ասեմ։ Հայ ժողովրդին մեծ չարիք հայտի։ Կարևոր Նիկոլ Փաշինյանին շուտ հեռացնեն։ Այս երկու բանալի բառ կար։ Շուտ եւ չարիք։ Այո, այս չարիքից պետքա ազատվել ու հնարավորինս շուտ։ Դա երկու տարբերակ ունի։ Կամ հեղափոխություն, կամ վաղը առանց հեղափոխության, առանց բանի արյան, հա, ԱԺ այդ բանը անդիմադիր ճակերտավոր դաշինքները մանդատները վայր են դնում ու հայտարարությունով են հանդես գալիս, ինչի համար են մանդատները վայր դրել։ Հակառակ դեպքում նույնպես եմ ասում, դուք այդ ԱԺ-ում նստածներ հետ, դուք օգնում եք իրականացնի Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանի հետ ձեր համատեղ, տեսեք ես գիտեմ ինչա, ձեր համատեղ ռուս-թուրքական ծրագիրը։ Ձերը դա համատեղ է։ Դուք օգնում եք ձեր մնալով, դա իրականացվի։ Դուք կարող եք վաղը հրաժարվել, դա չիրականանա։ Բայց դուք չեք անելու դա։ Ես դա էլ գիտեմ։ Ինչ վատ է, ինչ կանխատեսելի է Հայաստանում ամեն ինչ։ Չեք անելու։ Ես նույնպես եմ ասում, ես գիտեմ, որ դուք չեք անելու, դուք դրա թույլտվությունը չեք ստացել որ անեք։ Բայց ձեր մնալը ապացուցում է, որ այս ինչ որ կատարվում է ձեր բոլորի համատեղ ջանքերով, բոլորը նորից եմ ասում, դա ռուս թուրքական օրակարգն է, դա Լենին Քեմալ Աթաթուրքի օրակարգն է եւ նպատակը նույնն է ձեր բոլորի։ Ձեր բոլորի նպատակը նույնն է։ Ապրենք 1-2 օր տեսնենք։ Եկեղեցին ինչ էր աղմկում, ինչու էր աղմկում եկեղեցին։ Եվ ինչ կանեն ազգային, եթե դա կարելի է ասել, ազգային ժողով։ Չնայած ազգային բառը հանել են, չէ՞ գործածությունը։ Ինչ կանեն այդ ժողովում։ Այդ է տարբերակը։ Այսօր մամարասկանը լավ մնացեք։